Բարի առավոտ սիրելի բարեկամներ, ողջունում ենք ձեզ, մեր Տեր Հիսուսի անունով եւ մենք շարունակում ենք մեր եթերը այսօր առավոտյան արթնացանք եւ տեսանք, որ լույսը հաղթել է խավարին։ Իսկ մենք սիրում ենք լույսը, նրանք ովքեր սիրում են լույսը, սիրում են նաեւ Հիսուսին, նրանք ովքեր սիրում են Հիսուսին, ունեն իրենց մեջ լույսը եւ ճանաչում են նրան։ Այդպես էր ասում Հովհաննեսը։ Այսօրվա թեման ուրեմն Աստված խավարը լույսը զատեց խավարից, այդպես է վերնագիրը, որ մեր սիրելի Հովհաննես եղբայրն է բերել։ Հովհաննես եղբայր, շատ շնորհակալ ենք։ Միացար մեզ եւ ուրախ ենք շատ եւ սիրով լսում ենք քեզ։ Միանգամից անցնենք թեմային։ Այո, եղբայրս, շնորհակալ եմ։ Բարևում եմ բոլոր մեր ունկնդիրներին։ Այս թեման երկար ժամանակ ինձ մտորման եւ փնդրտուքների ուրեմն թեմա է եղել, որովհետև շատ գաղտնիքներ են թաքնված այս խոսքի մեջ, այն աստիճան, որ ես հիմա էլ միջև վերջ դեռ փնտրում եմ, այսինքն չունեմ վերջնական պատասխան, պարզապես ուզում եմ բաժնեկցել բոլորի հետ, որ երբեմն գիտես Աստծո խոսքը մեր առջև դնում է որոշակի փաստ, այդ փաստը որպես Աստծո խոսք մենք հավատացյալ ենք, հավատում ենք, որ ճշմարտության հետ գործ ունենք, քանի որ Աստծո խոսքն է, բայց դժվարիմաց բաներ են, այսինքն անպայման պետք է հայտնվի, եւ քանի որ հայտնողը Տերն է, նա գիտի պատշաճ ժամանակը, թե երբ է հայտնելու եւ ինչ չափով, ուրեմն մեր հոգեվոր հասակի համեմատ անշուշտ։ Ուրեմն այս թեմաներից մեկն էլ սա է։ Ինչու է այս տեսակ ուրեմն գաղտնախորհուրդ սա, որովհետեւ տեսեք անմիջապես անցնենք այդ համարին, ես բացեմ ուրեմն ծննդոց առաջի գլուխը, արդեն երկրորդ համարից, որտեղ առաջինը ինքնամփոփ մի բան է ասում է սկզբում Աստված ստեղծեց երկինքը եւ երկիրը եւ վերջակե, ուրեմն այդտեղ ինչ-որ որոշակի բան է ասում եւ միտքը կանգնում է եւ հետո եւ երկիրն անձև ու դատարկ էր եւ խավար անդունդի վրա եւ Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա։ Սա արդեն մեզ համար մի մեծ խնդիր է, որովհետեւ չի բացատրում Աստծո խոսքը, թե ջուրը որտեղից էր, անդունդը ինչ էր եւ այլն, ուրեմն թաքնված բաներ կան, ծածուկ բաներ, որոնք չի բացատրված, թողնված է, որ Աստված հայտնի, Աստված լուսավորի նրանց, որ իրն են։ Բայց ես բնօրինակը փնտրեցի այս խոսքերի, շատ հետաքրքիր մի բան բացահայտեցի, որ բառացի եթե թարգմանվի, այսպես է հնչում, եւ երկիրն անձև ու դատարկ էր, եւ խավար կար անդունդի երեսին, բայց եւ չի այստեղ, բայց Աստծո հոգին շրջում էր ջրերի երեսին։ Մենք չգիտեմ ինչու հայերեն թարգմանությունների մեջ եւը շատ ենք սիրում, եւը շատ եբրայերեն թարգման։ Այո, եբրայերենի բառացի, այո։ Եվը եբրայերենը շատ չունի եւի փոխարեն ունի բայց իսկ այո այսպիսով եւ այլն, բայց մենք ամենտեղ եւ ենք գրել, ես դա նկատեցի, որտեվ երբ որ խորը ուսումնասիրություն ես անում, դա նշանակություն ունի եւ ուրիշ բան է, բայցը ուրիշ բան է։ Այսինքն կարա փոխի միտքը
Իհարկե, տեսնում ես այստեղ հետարքիր բան ունենք։ Խավարը անդունդի երեսներին է, բայց Աստծոհոգին ջրերի երեսներին է։ Այսինքն ոնց որ շեշտվի, որ Աստծոհոգին չէր կարող դանել անդունդների երեսին լիներ, հատուկ ջրերի երեսին է, եւ թե Այսինքն տարբերություն է տալիս անդունդի, անդունդը տարբեր է ջրերից, անդունդը որոշակի ուղղվածություն կա, Եվը չի տալիս այդ ուղղվածությունը, եւ թե հետո ինչ է նշանակում այդ անդունդը, ինչ է ջուրը, դա էլ խնդիր է։ Ես հիմա դրա մասին չէ որ պիտի խոսեմ, ամեն դեպքում ուզում եմ ցույց տալ, անդունդը միշտ մենք նկատում ենք, որ ինքը վատ իմաստով է միշտ հնչում Աստվածաշնչի մեջ։ Վատ իմաստով այն պատճառով, որ անհայտ է, այսինքն ավելի շուտ։ Ոչ միշտ, որովհետև Աստված ինքը անդունդների երեսին շրջան դրեց, ասում է Առակաց գիրքը։ Անդունդները երեք բնույթ ունի Սուրբ գրքի մեջ։ Նախ նշանակում է ջրի խորունկ տեղերը, դրան կոչում է անդունդ, այսինքն անհայտ է, հատակը չի երևում։ Ամեն դեպքում անհատակ բնույթը ունի, ոնց որ ռուսները բեզդնա են ասում, բեզդնա, այսինքն առանց հատակի։ Եվ երկրորդ մի տեղից մյուս տեղ անցնելու անհնարինությունը, քանի որ նույն պատճառով, քանի որ հատակ չունի, եւ երրորդը անդունդների, այսինքն ամեն կողմից հատակ չունի։ Դա արդեն Աստծո բնակավայրի նման է, այսինքն անըմբռնելի է դա արդեն անդունդներով շրջապատ, դա նշանակում է անհատակ ինչ որ մի բան։ Այսինքն բաժանարար ինչ որ իմաստ ունի իր մեջ, եւ բաժանարար եւ անհասանելի, հասկացա։ Անհասանելի եւ իհարկե վտանգավոր, որտեղ մեկ որ անդունդի մեջ գտնի որ հատակ չունի, չգիտես ինչ պիտի լինի։ Այսինքն սահմանը փորձել է խախտի, կարելի է այսպես բան ասել։ Ուրեմն, բայց ուզում եմ ասել, որ այստեղ շատ հետաքրքիր է այս երևույթը, մեր լսողները կարող են մտորել եւ շարունակել փնտրել, որտեղ իրոք որ խորհրդավոր բաներ են։ Կներես Հովանես եղբայր, շատ չեմ խոսալ, ուղղակի այս պահը մի փոքր։ Այսինքն Աստծո հոգու տիրույթի մասին է խոսում, Աստծո հոգու տիրույթը ջրերի վրա է, որն է նաև Աստծո խոսքի իմաստը գուցե։ Աստծո հոգին, այսինքն Աստված ինքը, որովհետև Աստված հոգի է, Աստված հոգի է, Աստծո հոգին, այսինքն որպես հոգի, այնպես չի որ ինչ որ առանձին բան է։ Աստված ինքը իր ներկայությունը շրջում էր ջրերի երեսին։ Ուրեմն խավարը անդունդի երեսների վրա էր, բայց Աստծո հոգին այնտեղ չէր։ Աստծո հոգին ջրերի վրա էր։ Այս է շատ հետաքրքիր։ Եվ շարունակությունը արդեն այս տեսակ ընթերցումից հետո ավելի հետաքրքիր է դառնում, որովհետև ասում է եւ Աստված ասեց, այսինքն նույն է հոգին, որ շրջում էր ջրերի վրա, ասեց. լույս լինի եւ լույս եղավ։ Եվ Աստված տեսավ լույսը, որ բարի է, եւ Աստված բաժանեց լույսը խավարից։ Եվ Աստված լույսը կոչեց ցերեկ եւ խավարը կոչեց գիշեր եւ իրիկուն եւ առավոտ առաջին օր։ Ուրեմն այստեղ էլ զարմանալի է, որովհետեւ սա արեգակի պտույտի մասին չի, որտեղ արեգակը դեռ երրորդ օրն է, կարծեմ, որ պետք է մեջտեղ կար։ Ուրեմն այստեղ գաղտնիք կա, թե այս գիշերը ինչ գիշեր է եւ ցերեկը ինչ ցերեկի մասին է, որը մենք փորձենք այսօր մի քիչ բարձել։ Ամեն դեպքում եւ այստեղ իրիկուն եւ առավոտ դա էլ 24 ժամվա մասին չի խոս, այսինքն երբ որ արևը դուրս է գալիս կամ մայր է մտնում, սա էլ չի։ Իսկ առաջին օրը նույնպես
ուրեմն եթե դուք ուսումնասիրեք բնօրինակը, անգամ մեր գրապար թարգմանությունը, որ ավելի մոտ է բնօրինակին, չի ասվում առաջին, հապա օր 1, օր մի, ինչպես գրապարն է ասում։ Այդ մեկը շատ կարևոր բառ է մանավանդ հրեաների համար, եղած բառն է, որը Աստծո մեկությունն է իր մեջ պարունակում, այսինքն Աստված մեկ է։ Եվ այդ բառը կարևորություն է ստանում, երբ որ նույն բառը գործածվում է, որ ես եւ հայրը մեկ ենք, կամ մենք պետք է մեկ լինենք, եւ այդ նույն Մեկի գաղափարը, այո։ Մեկի գաղափարը, այո, օր 1, մնացածը երկրորդ, երրորդ, բայց ես առաջինը, որ լույսի հետ է կապված, այդ ձևով է արտահայտված։ Ուրեմն հետաքրքիրը ինչ է, որ այստեղ հարց է առաջանում, եւ այդ հարցը շատ վաղուց էր իմ մեջ առաջացել, ու ես միշտ հավատացյալ եղբայրքույրերին տամ տարբեր ուրեմն հովիվների եւ աստվածաբանների եւ այ հարցնում էի, ասում էի դուք ինչ եք մտածում, ինչու Աստված լույսը ասեց թող լինի եւ եղավ, տեսավ որ բարի է եւ անհրաժեշտ եղավ լույսը խավարից զատել։ Ընդհանրապես մենք երբ որ մտնում ենք մութ սենյակ, լույսը վառում ենք, էլ կարիք չունենք, հետո էլ չգիտեմ ինչու լույսը խավարից զատել։ Այսինքն նպատակը Ավտոմատ զատվում է։ չքանում է խավարը, խավար չկա։ Այո։ Բայց այստեղ մենք մի հատ զարմանալի բան ենք տեսնում, որ Աստված ինքը հատուկ ձևով լույսը զատում է խավարից, այսինքն ինչպես կարելի է լույսը խավարից զատել, երբ որ խավարը լույսի բացակայությունն է, երբ որ լույս կա, խավար չկա։ Լույս չկա, խավար է։ Բայց այստեղ լույս կա, բայց մի բան է կատարվում, որ խավարն էլ լինի։ Այսինքն եթե այսպես ձևակերպեմ, գալիս եմ, մտնում եմ սենյակ, լույսը խավար է, լույսը վառում եմ լույս է, ու մի հատ վարակույր եմ դնում, այսպես պատ եմ շարում, որպեսզի այդ լույսը ընդեղ չմտնի, ընդեղ մնա խավար, այստեղ մնա լույս։ Շատ լավ։ Բայց հարց է առաջանում, ինչու։ Իր համար դա ինչ է նշանակում։ Իր համար զարմանալի բան կարդացի, ուրեմն Սաղմոս 139-ի մեջ, կարդամ տեսեք, Սաղմոս 139, ուրեմն 12 համար, ասում է, մութն էլ քեզ համար խավար չի, գիշերներ ցերեկի պես լույս է, խավարներ լույսի պես է քեզ համար։ Նշանակում է այդ բաժանումը, որ ինքը արեց, այդ ինքը իր համար չի։ Ինքը չունի այդ բաժանումը, իր համար նայել է լույս, սայել է լույս, որտեղ ինքը ամեն ինչ տեսնում է, ինքը տեսնում է նաև ինչ որ խավարի մեջ կա։ Այս մասին Դանիել Մարգարեն էլ է ասում, դա էլ փորձենք ուրեմն կարդալ, Դանիել 2:22 ասում է նա է խոր եւ ծածուկ բաները հայտնողը, որ գիտե մութի մեջ եղածը եւ լույսը նրա հետ է բնակվում։ Մութի մեջ եղածը գիտի։ Այսինքն այդ լույսը խավարից զատելը իր համար չի իրականում, ոչ թե իր համար չի, այլ ինքը ոնց որ մտադրված ձևով դա անում է։ Սա է խորհուրդը, որ զարմանալի է, որ երբ որ փորձում ես այս հարցի պատասխանը գտնել։ Ուրեմն ծածուկ բաները հայտնող նշանակում է ինքը եթե հայտնող մեկն է, պետք է ծածկված բաները լինեն, որ հայտնվի։
Այստեղ շեշտը դրվում է ավելի այն բանի վրա, որ ինքը հայտնվի, ինքը հայտնող է։ Այդ իր հայտնվելու պատճառով է, որ պետք է ծածկված բաներ լինեն, որ հայտնվեն։ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ դա միայն տեխնիկական լույսի մասին չի խոսքը։ Չէ, անշուշտ։ Տեխնիկական չի, որովհետև ասացի, տեխնիկականը երրորդ օրն է արև լուսին եւ աստղեր եւ Սա այդ մասին։ հոգևոր խորհուրդ ունի ավելի։ Այո, երկու մեծ լուսատուներ, ասում է երկու մեծ լուսատուներ, փոքրը գիշերվա համար, ցերեկը եւ այլն, դա հետո է։ Սա բոլորովին ուրիշ խորհուրդ ունի իր մեջ, ինչպես ընդհանրապես այս երեք գլուխները ծննդոցի, որ շատ կոդավորված, թաքնված բաներ ունի իր մեջ։ Ոստի եւ երբ որ իր մասին ուրեմն նայեք առաջի Տիմոթեոս 6:16-ը որ կարդում ենք, առաջի Տիմոթեոս 6:16 մեզ ասում է կամ կներեք առաջի Տիմոթեոս մի վարքյան 6:16 այո առաջ սխալ բացեցի պարզապես Կորինթացից բացեցի ուրեմն առաջ Տիմոթեոս 6:16 որ միայն նա ասում է անմահություն ունի անմատույց լույսի մեջ բնակված անմատույցը անմերձենալին է կամ անհասանելի լույսի մեջ բնակված որ մարդկանցից ոչ ոք չտեսավ եւ ոչ էլ կարող է տեսնել նրան լինի պատիվ եւ զորություն հավիտյանս ամեն ասում է այսինքն նրա ինչ ով լինելն է առաքյալը ցույց տալիս ու նաեւ փառաբանում է այսինքն դա ցույց է տալիս իր ըմբռնում է այդ մեծության հանդեպ տեսնում է դրա մեծ խորհուրդը եւ անմատույց լույսի մեջ բնակված եւ այդ անմատույց լույսի մեջ բնակվածի համար չկա ոչ գիշեր ոչ մութ ոչ այսինքն նա արարել է դա բայց իր համար դա բոլորովին տեսանելի է բաց է թափանցիկ է ոչ մի արգելք չկա իր համար տեսնելու այդ ամեն ինչը Սա ինչ կարևորություն ունի, որովհետև մենք գիտենք, որ Աստծո հիմքը նա է, որ ինքը իրեններին ճանաչում է։ Նա տեսնում է նաև նրանց, որ իրենը չեն, այսինքն եւ լույսի մեջ, եւ խավարի մեջ ամեն ինչ իր համար լույս է, ամեն ինչ հայտնի է։ Պարզապես ինչու է պետք այդ երկու միջավայրը։ Ըստ որում Աստված ինքը լույս է։ Ինչ է նշանակում խավար, նշանակում է, որ իր բացակայությունն է, իր երեսը ծածկել է, այսպես ասեմ։ Այսինքն կա չերևացող կողմը, կա երևացող կողմը, Եթե Աստված լույս է եւ այդ երեսը ծածկես, այդ լույսը ծածկես, այնտեղ կլինի խավար իհարկե։ Ոստի, բայց դա ինքը արել է որոշակի նպատակով, ինքը տեսնում է, ինքը տեսնում է, նա դա արել է Դրա համար ասացի, որ շեշտը ոչ թե դրվում է գիշերվա կամ ցերեկվա վրա, շեշտը դրվում է իր հայտնվելու գործընթացի վրա։ Իսկ որպեսզի հայտնվի, պետք է միտեղ խավար լինի, որ այդ լույսը հայտնվի։ Հասկանանք, որ դա լույս էր, այսինքն հասկանանք, որ խավարի մեջ էինք եւ լույսի արժեքը նաեւ է իմաստը։ Ոչ միայն հասկանանք, այլ ինքը այդպիսին է, ինքը հայտնող է։ Այո, բայց ինքը հայտնելու համար միջավայր է պետք որ հայտնի։ Լույսը որպեսզի հայտնվի, խավար միջավայր է պետք։ Ուրեմն աստորեն նա լույսը խավարից զատեց, որպեսզի հայտնվի։ Որպեսզի իր դեմքը ցույց տա։ Եվ սա շատ հետաքրքիր է ներդաշնակվում Աստվածաշնչի մյուս բաժինների հետ, որը կկարդանք քիչ հետո։ Եվ Ինչպես գիտենք, որ նրան անմատույց է, նրան ոչ ոք չի կարող ճանաչել, ոչ էլ տեսնել եւ այլն, դրա համար ասում եմ դեմքը ոչ ոք չի կարող տեսնել։ Այսինքն, եթե ինքը իրեն չհայտնի, ոչ ոք չի կարող, ոչ
արարչություն կլիներ, որ իրանել մի հատ ճանաչի։ Մենք էլ չէինք լինի, որ իրեն ճանաչենք, եթե ինքը չհայտներ, այսինքն չասեր թող լինի, ինքը լույս է, գիտենք, գրված է, Աստված լույս է։ Իմ այստեղ ասում է թող լույս լինի։ Ինչ է նշանակում։ Ինքը լինի, չէ, ինքը հայտնվի որպես լույս։ Այստեղ է գաղտնիքը, եւ ինքը հայտնվում է որպես լույս, բայց ինչ որ մի բան է անում, զարմանալի, այդ լույսը խավարից զատում է։ Այսինքն ինքը իրեն թաքցնում է, որպեսզի հայտնվի իր արարչությանը, լինի ամբողջ արարչությունը, լինի մենք։ Բայց հետաքրքիրը այս է, որ սա ինքն է անողը։ Ուրեմն Հիսուսը երբ որ եկավ, ասեց. Ես եմ աշխարհի լույսը, եկեք դա էլ կարդանք։ Ուրեմն Հովանու 8-րդ գլխի 12 համարը ասում է. Արդ Հիսուսը դարձյալ խոսեց նրանց հետ եւ ասեց. Ես եմ աշխարհի լույսը, ով որ իմ հետևից գա, նա խավարում չի գնա, այլ կյանքի լույսը կընդունի։ Փաստորեն այդ խավար ասածը, որ Աստված ինքը հատուկ ձևով թույլ տվեց որ գոյություն ունենա, նրա համար է, որ իրենները այդտեղ չմնան, նրանք ովքեր իրեն պիտի հետևեն։ Հիշում եք Հիսուսի պայմանը իրեն հետևելու։ Անձը ուրանա, խաչի դիրքը բռնել եւ իրեն հետևել այդ տեսակ է լինում։ Ուրեմն ասում է. Ես եմ աշխարհի լույսը, ով որ իմ ետևից գա, նա խավարում չի գնա, չի քայլի, այլ կյանքի լույսը կընդունի։ Հովհաննեսը մի ուրիշ տեղ ասում է, եթե լույսի մեջ քայլենք, ինչպես ինքը լույսի մեջ է, հաղորդություն կունենանք միմյանց հետ եւ Քրիստոսի արունը մեզ կմաքրի ամեն մեղքերից։ Մենք քայլողներ ենք, բայց լույսի մեջ։ Խավարը մեր ետևում է, մեր շուկն է խավարը։ Որքան մոտենանք լույսին, այնքան խավար առաջացնող, շուկ առաջացնող մեղքը կմաքրվի եւ մենք վերջի վերջով կդառնանք թափանցիկ, ինչպես ինքն էր լույսի մեջ է, որտեղ ինքը քայլելու պետքություն չունի։ Ինքը է այդ լույսը, տեսնում եք։ Ուրեմն իրեն հետևելու պայմաններն էլ մեր սեփական եսի մեղավոր բնույթի մահն է, որպեսզի իր լուսավոր բնությունը մեզ փոխարինի եւ դառնա տնորենը այս մեր մարմնի եւ նրա բոլոր հատկությունների եւ կարողությունների տերը։ Ուրեմն այստեղ նոր կտակարանը մեզ մի տեղ կա, որ հիշեցնում է այս թող լույս լինի այս հանգամանքը։ Եվ այդ միակ տեղը ուրեմն Կորինթացիների մեջ է, երկրորդ Կորինթացիների 4-րդ գլխի մեջ է։ Ուրեմն բայց ես պիտի կարդամ հիմա 3-րդ համարից։ Այստեղ մենք կտեսնենք երկու միջավայր։ Մեկը խավար միջավայր է, կամ գիշեր, մյուսը լույսի միջավայր է, կամ ցերեկ։ Ուրեմն ասում է, իսկ եթե մեր ավետարանը ծածկված է լինի, նա կորածների մեջ է ծածկված, որոնցում այս աշխարհի Աստվածը այն անհավատների սրտերը կուրացրեց, որ Քրիստոսի փառավոր ավետարանի լուսավորությունը
չծագի նրանց վրա, որ աներևույթ Աստծո պատկերն է։ Շարունակում է ասելով շատ կարևոր մի բան, որովհետև մենք ոչ թե մեր անձերն ենք քարոզում, այլ Տեր Հիսուս Քրիստոսին եւ մեզ ձեր ծառաներ Հիսուսի համար։ Սա ինչի է ասում այս երկու միջավայրների մեջտեղում, որպեսզի ցույց տա, որ մեր սեփական անձերի վերաբերյալ չի խոսքը եւ ոչ էլ մեր սեփական անձերն ենք քարոզում։ Սա ես կարծում եմ, որ շատ կարևոր խոսքեր են բոլոր նրանց համար, ովքեր Աստծո խոսք են քարոզում, ինձանից սկսած։ Ուրեմն եւ շարունակում է հաջորդ կարևոր բանը, որովհետեւ Աստված որ ասեց, թե խավարիչը լույս ծագի, ինքը մեր սրտերի մեջ ծագեցրեց Աստծո փառքի գիտության լուսավորությունը տալու համար Հիսուս Քրիստոսի դեմքում։ Բայց այս գանձը ունենք հողի անոթներում, որ զորության գերազանցությունը Աստծունը լինի եւ ոչ թե մեզանից։ Պողոսի միտքը շատ հետաքրքիր է։ Նա այս միտքը երկու մասի է բաժանում։ Առաջինը ասում է, որ ուրեմն որպեսզի Քրիստոսի փառավոր ավետարանի լույսավորությունը չծագի նրանց վրա, որ աներևույթ Աստծո պատկերն է, զարմանալի է, խիստ է թվում, բայց փաստ է, ինչպես ասացի, մենք աստվածաշնչյան փաստերի առաջ ենք, եւ որպես հավատացյալ, թեև դժվար իմաց է, չենք կարող հասկանալ, բայց մենք հավատում ենք, որ սա ճշմարտություն է, նախ եւ առաջ սկսում ենք այդտեղից, սպասելով, որ Աստված հայտնի շատ կարևոր բաներ։ Ուրեմն կորածների մեջ է ծածկված, ասում է։ Եվ այս աշխարհի Աստվածը, մենք գիտենք ով է այդ աշխարհի Աստվածը, նրանց անհավատների ոչ թե ուրեմն սրտերը կուրացրեց դրա համար դարձան անհավատ, այլ գրած է անհավատների սրտերը կուրացրեց։ Զարմանալի, ոնց որ մի կատեգորիա կա, որ անհավատ է, կորսված է եւ նրանց սրտերը նա կուրացրեց, որ Քրիստոսի փառավոր ավետարանի լուսավորությունը չծագի նրանց վրա։ Հովանես եղբայր, մի կներես ընդհատելուց համար, այստեղ խոսում է կուրության մասին, կարծում ես, որ կուրությունը հավասարազոր է խավարում բնակվելու հետ նույն իմաստով։ Այո, իհարկե, հենց դրա մասին է։ Քանի որ լուսավորության մասին է խոսում, այսինքն Քրիստոսի փառավոր ավետարանի լուսավորությունը, իսկ կույրը այդ լուսավորությունը լինի չլինի իր համար միևնույն է։ Նա չի տեսնում, նա կույր է։ Սովորական կյանքի, այսպես ասած, կուրության մեջ նորմալ է դա համար, այսինքն այդ իմաստով։ Այո, իհարկե, մենք սովորականի բառեր ենք գործածում, ուրիշ միջոց չունենք, երկնային բառեր չենք կարող գործածենք, մենք երկրի վրա ենք եւ երկրային բառերով խոսում ենք երկնային բաներ։ Եվ Հիսուս էլ այդպես էր խոսում, դրա համար երկրային շատ օրինակներ էր բերում, որպեսզի ցույց տա երկնային բաներ, հոգևոր բաներ։ Բայց այս նույն փառքը, ավետարանի լուսավորությունը, ուրեմն սրանց վրա չի ծագում, սա խավար միջավայրն է, իսկ մյուսների վրա ծագում է։ Բայց խնդիրը նրանումն է, որ ըստ ընդհանուր սուրբգրային ուրեմն ուսուցման բոլորը մեղավոր են եւ բոլորը Աստծո փառքից պակասել են եւ խավարի մեջ են։ Բոլորը ունեն մեղավոր բնույթ, բոլորի մեջ էլ մեղքի օրենք կա։ Բոլորը։ Բայց ոմանց ուրեմն ծագում է այս լույսը, ոմանց չի ծագում։ Սա է ցույց տալիս։ Այս լույսն էլ կոչվում է Քրիստոսի փառավոր ավետարանի լուսավորություն։ Քրիստոսի փառավոր ավետարանի լուսավորություն։ Մյուս դեպքում նույնպես նույն բանն է կոչում, ասելով Աստծո փառքի գիտության լուսավորություն։
տալու համար Հիսուս Քրիստոսի դեմքումը նույն բանն է Հիսուս Քրիստոսի դեմքում ցույց է տրվում Աստծո փառքի գիտության լուսավորությունը իսկ խավար միջավայրի մեջ ասում է Քրիստոսի փառավոր ավետարանի լուսավորությունը նույն բնույթը ունի նրանց մեջ Քրիստոսի ավետարանի լուսավորություն է կոչվում իսկ ցորեկվա որդիների համար կոչվում է Աստծո փառքի գիտության լուսավորությունը տալու համար Հիսուս Քրիստոսի դեմքում Ես հարց ունեմ նորից կներեք, որովհետև շատ կարևոր թեմա եք բերել Հովհաննես եղբայր։ Նայ Հովհաննեսը այսպեսի մի խոսք ունի կրոնական հողի վրա գանք սա մենք միշտ մեզ թվում է թե աշխարհիկ մարդուն է վերաբերում աշխարհիկ մարդը որ դեռ չի լուսավորվել բայց մենք որպես հոգևոր բայց կրոնական հողի վրա կարելի է նաև այս հարցը տալ տես Հովհաննես ինչ ասում ասում նա որ ասում է Ես հաղորդակցվում եմ Աստծո հետ, բայց խավարում է քայլում։ Նա սուտ է խոսում։ Նկատում եք, սա կրոնական նաև իմաստ ունի իր մեջ, ինչ մեկնություն կտակ սրան, այս խավարի եւ լույսի այս խառնուրդ ինչ որ մարդը որ սարքում է։ Այո, դա իհարկե դա էլ է Աստծո հայտնի նրա արժե ոչ մի տակում բան չկա մանավանդ սրտեր քննող Աստված է եւ բնական է որ գոյություն ունի ճշմարտություն եւ գոյություն ունի սարկած ճշմարտություն այսինքն ճշմարտանման սարկվում է ինչպես օրինակ այն օրգանիզմը որը Քրիստոսի մարմինն է հանկարծ դառնում է օրգանիզացիա այսինքն կազմակերպություն մարդը սկսում է կազմակերպել այսա շատ խորը տեղեր է տանում մեր թեման դրա մասին չի բայց ամեն դեպքում մենք միշտ այս երկու այս միջավայրների գաղափարը ունենք եւ այդ երկու միջավայրները Աստված թեև իր համար չկա նա տեսնում է ամեն իր համար ամեն ինչ լույս է բայց այս երկու միջավայրները ինքը մտադրված թույլ տվեց որ դա լինի մեկ նպատակով որպեսզի ինքը արտահայտի ինքը իրեն հայտնի ես կասեի ավելի զարմանալի բան կարող է ոմանք համաձայն չլինեն բայց մենք ինչ ենք տեսնում մենք տեսնում ենք որ Աստված լույսը խավարը լույսից զատում է հետո իրեններին որ լույսով որդի են իրականում բայց գերության մեջ են անկենթան են դրանց դնում է խավարի մեջ կամ աշխարհի մեջ այնպես չէ Հիսուս ասեց Դրանք աշխարհի մեջ են, բայց աշխարհից չեն։ Ով նրանց դրեց աշխարհի մեջ։ Ծնվում են այս աշխարհի մեջ։ Այդ աշխարհը եւ ներքին բնույթ ունի եւ արտաքին։ Առաջի հերթին ներքին է, որովհետեւ մեղքի օրենքը, որ մարդու մեջ կա, որ ժառանգալպես ինքը ստանում է, այդ մեղքի օրենքը հենց աշխարհ կոչվածն է։ Աշխարհ այն առումով չէ, որ ամբողջ արարչություն, այլ աշխարհ այդ որակական բնույթով, որ Աստծուն թշնամի է։ Աստծուն թշնամի է։ Եվ մեղքի օրենքը Աստծուն թշնամի է։ Հիմա այդ աշխարհը մեր մեջ է։ Եվ մեզ դրել է այդ աշխարհի մեջ։ Այդ ով է այդ մեզը։ Իր որդիներն են։ Այո, ինքն դրել նրա մեջ։ Ու հետո երբ ինքը հայտնում է այդ խավարի մեջ, վարակույրը բացվում է, ինքը հայտնում է, որպես սեր, որպես լույս, որպես հայր, ինչ է տեղի ունենում, ձգվում է, քաշում է իրեն նրանց, որ իրն են, դա էլ է Աստծո խոսքը մեզ ասում, որպեսզի նրանք վերադառնան եւ դառնան նույն Աստծո էության պատասխանը, քանի որ ինչը որ իրենից դուրս է գալիս իր բերանից բանը,
որ դուրս է գալիս, որ պարապ եւ ջետ չդառնա, այլ կատարի այն ինչ որ ինքը ուզում է հաջողի, ինչի համար որ նա ղրկեց նրան։ Եսայի 55:11։ Ուրեմն Աստված այս բաները անում է եւ մենք հետագայում տեսնում ենք այս բաժանիչ երևույթը տաճարի բնույթի մեջ, տաճարի, երբ որ Մովսեսին ցույց տվեց այդ տաճարը, երկնային տաճարը, տեսանք, որ այնտեղ 3 բաժիններ կա. Իսրայելի գավիթ, սրբարան, հետո բաժանարար վարակույր եւ սրբարան սրբոց, այսինքն այն ներկայությունը, որտեղ ինքն է։ Ինքը ծածկել է բաժանարար վարակույրով։ Ումից է ծածկել։ Մենք ասում ենք մեղքից, այսինքն նա չի կարող մի տեղում գտնվել, որտեղ մեղք է, եւ ճիշտ է, հնարավոր չի։ Բայց այդ տեղը, որտեղ մեղք է, ինքը նպատակ ունի ինքը հայտնելու, ինքը իրեն հայտնելու, այդ լույսը տարածելու, այդ սերը տարածելու, իր հայր լինելը տարածելու, ցույց տալու այդ մեղավոր աշխարհին, որ ինչ լինի, որ նրանք, ովքեր իրենն են, նրանց մեջ Քրիստոսի այդ փառքի լուսավորությունը, գիտության լուսավորությունը, ավետարանի լուսավորությունը ծագի։ Սրան ենք մենք անվանում վերստին ծնունդ։ Ամեն։ Սրան, որտև դրանք իրեններն են, որ երբ որ ինքը հայտնվում է, ձգվում են իր կողմից դեպի Քրիստոս։ Հետո Քրիստոս հայտնում է հորը։ Ուրեմն շատ հետաքրքիր է։ Տեսնում եք ինչ խորհուրդներ կան այս բաների մեջ, ես երկար չենք կարող մանրացնել, բայց հիմնական խորհուրդը սա է։ Եվ կուզեի որ շարունակենք եւս միտեղ կարդալ Հովանու ավետարանի 12-րդ գլուխ 32-ից 43-ը եւ հետո շարունակենք մի քիչ էլ։ Ուրեմն 32 ասում է եւ ես երբ որ բարձրանամ երկրիցը ամենքին կքաշեմ ինձ մոտ եւ այս ասում էր որ ցույց տա թե ինչպիսի մահով պիտի մեռնի ժողովուրդը պատասխանեց նրան մենք օրենքից լսեցինք թե Քրիստոսը հավիտյան կկենա եւ դու ինչպես ես ասում թե պետք է մարդի որդին բարձրանա ով է այն մարդի որդին ով է Հիսուսն էլ ասեց նրանց դες հետարքից պատասխանը ով է այդ մարդի որդին պատասխանում է մի քիչ ժամանակ դեռ լույսը ձեզ հետ է գնացեք քանի որ լույսը ունեք լույսի մեջ գայլեք որ խավարը ձեզ չհասնե եւ խավարումը գնացողը չգիտի թե ուր է գնում քանի որ լույսն ունեք հավատացեք լույսին որ լույսի որդիները լինեք Հիսուսը այս բանը խոսեց եւ գնաց թաքնվեցավ նրանցից ասում է հիմա շատ հետաքրքիր է շարունակությունը ասում է եւ թեպետ նա այնքան նշաններ արել էր նրանց առաջին նրանք չէին հավատում նրան չէին հավատում այսինքն քիչ առաջ կարդացած առաջի բաժնի մեջ են ծածկված է որ Եսայա մարգարեի խոսքը կատարվի որ ասեց Տեր ով հավատաց մեր լուրին եւ Տերոջը բազուկը ում հայտնվեցավ նրա համար չէին կարողանում հավատալ որ Եսային դարձյալ ասում է նրանց աչքերը կուրացրեց եւ նրանց սրտերը թմրացրեց որ աչքով չտեսնեն եւ սրտով չիմանան եւ դառնան եւ ես բժշկեմ նրանց Եսային սա ասեց երբ որ նրա փառքը տեսավ
եւ նրա համար խոսեց, այսինքն երբ որ այդ փառքը տեսավ թե այդ փառքը ում է հայտնվում եւ այդ փառքը ումից է ծածկվում, տեսավ սա, բայց եւ անպես իշխաններից շատերը հավատացին նրան, սակայն փարիսեցիների պատճառով չէին դավանում, որ ժողովարանիցը դուրս չգցվին, որովհետև մարդկանց փառքը ավելի սիրեցին, քան թե Աստծո փառքը։ Շատ զորավոր խոսքեր են։ Ճշմարտությունը թաքցնում էին, որպեսզի իրենց կազմակերպությունից չվրընդեն։ Ինչու՞, որովհետև մարդու փառքը ավելի սիրեցին, քան Աստծո փառքը, իսկ Աստծո փառքը այդ լուսավորվածությունն էր ավետարանի։ Տեսնում ես ինչի մասին է խոսքը։ Թեև հավատացին, բայց մենք գիտենք, որ Հիսուսը իրեն հավատացած հրեաներին վերջը ասեց, դուք սատանայի որդի եք, ձեր հայրը սատանան։ Եվ շարունակենք մի քիչ էլ։ Եվ Հիսուսը աղաղակում էր եւ ասում. Ինձ հավատացողը չէ թե ինձ է հավատում, այլ ինձ ուղարկողին։ Այսինքն ինքը որպես մարդ ուներ իր եսը, բայց այդ եսը նույնացած էր հոր հետ, նույնացած էր Աստծո հետ, չկար այդ եսակենտրոն բնույթ չուներ Հիսուսը, քանի որ մեղքի օրենք չկար մեջը։ Սա է գաղտնիքը։ Եվ ինձ տեսնողը ինձ ուղարկողին է տեսնում։ Ես լույս եկա աշխարհը, որ ամեն ինձ հավատացողը խավարի մեջ չմնա։ Դու տեսնում ես, ուրեմն ինքը խավար սարքեց, ինքը հայտնում է իրեն խավարի մեջ, եւ իրենները հավատում են, ձգվում են, որ խավարի մեջ չմնան, այսինքն դառնան պատասխանը այն բանի, որ Աստծո բերանից դուրս եկավ, որտեղ սա է իր ուզածը։ Վերջին հաշվով իր էության ամբողջական արտահայտությունն է սա։ Դուրս եկավ եւ վերադառնում է, որ ամբողջանա։ Եվ եթե մեկը իմ խոսքերին լսե եւ չհավատա, ես չեմ դատի նրան, որովհետև ես չեկա, որ աշխարհը դատեմ, այլ որ փրկեմ աշխարհը։ Ինձ անարգողը եւ իմ խոսքերը չընդունողը ունի իրան դատողին այն խոսքը, որ ես խոսեցի։ Նա կդատե նրան հետին օրը։ Որովհետև ես իմ անձիցը չխոսեցի, բայց ինձ ուղարկող հայրը նա պատվեր տվավ ինձ, թե ինչ պիտի ասեմ եւ ինչ պիտի խոսեմ։ Ահա Աստծո որդին, որ հոգով է առաջնորդվում։ Մեզ օրինակն է, մեր մոդելն է, որ մեր եսը չխառնվի ամեն ինչի մեջ։ Ամեն։ Եվ գիտեմ, որ նրա պատվիրանքը հավիտենական կյանք է։ Ուրեմն ինչ որ ես խոսում եմ, ինչպես հայրն ասեց ինձ, այնպես եմ խոսում։ Սա շատ կարևոր ուրեմն բաներ է ցույց տալիս նորից լույսի եւ խավարի հետ կապված, բայց մենք մի քիչ էլ կշարունակենք, մի քիչ ընթերցանությունը շատ եղավ, բայց Աստծո խոսքն է, այն փաստերն են, որ մեր առջև դրված է եւ մենք ասում եմ, մենք հավատացյալ ենք եւ հավատում ենք, որ այս խոսքերը ճշմարտություն են։ Եվ սրանց ենք հավատում, որպեսզի հետո, երբ որ հավատանք, Աստծո կողմից մեզ հայտնություն դառնան, հայտնություն տրվի, որ գիտենանք, գիտենալուց ճանաչենք, ճանաչելուց հետո էլ միգուցե կհասկանանք, երբ որ մեր ուսուցիչը Սուրբ Հոգին մեզ սովորեցնի։ Ամեն։ Ուրեմն ես ուզում եմ նաև մենք կտեցենք առաջի Թեսաղոնիկեցիս 5-րդ գլուխ 5 համարից մինչև 11, ուրեմն տեսեք ինչ է ասում։ Դուք ամենդ լուսի որդիկ եք եւ ցերեկի որդիկ, գիշերինը չենք, որ եւ ոչ խավարինը։ Ապա ուրեմն չքնենք ուրիշների պես, բայց արթուն եւ զարթուն լինենք, որովհետեւ նրանք, որ քնում են, գիշերն են քնում, եւ նրանք, որ արփում են, գիշերն են արփում, իսկ մենք ցերեկինը լինելով արթուն լինենք հակած հավատքի եւ սիրո զրահը, հավատքի եւ սիրո զրահը եւ փրկության հույսի սաղավարտը
որովհետև Աստված մեզ չդրավ բարկության համար, ուշադրություն այս բառի վրա, չդրավ բարկության համար, այլ փրկությունը ստանալու համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով, որ մեզ համար մեռավ, որ թե արթուն լինենք եւ թե քնենք նրա հետ մեկտեղ ապրենք։ Սրա համար իրար մխիթարեցեք եւ իրար շինություն տվեք, ինչպես անում եք ել։ Եվ միևնույն ժամանակ սրան զուգահեռ նույն առաքյալը այս անգամ Եփեսացիների թղթի ուրեմն 5-րդ գլխի 6 համարից այսպես է ասում. ոչ ով թող չխաբե ձեզ դատարկ խոսքերով, որովհետև այս պատճառով էլ Աստծո բարկությունը գալիս է, հիշում եք նախորդ բարկության վրա շեշտ դրեցինք, Աստծո բարկությունը գալիս է անհնազանդության որդիների վրա։ Ուրեմն մասնակից մի լինեք նրանց, վասնզի մի ժամանակ խավար էիք, իսկ հիմա լույս եք տերումը, լույսի որդիների պես գնացեք, որովհետև հոգու պտուղը ամեն բարությունով է և արդարությունով և ճշմարտությունով, փորձեցեք, թե ինչ է Աստծուն Տերոջը հաճելի, և մասնակից մի լինեք խավարի անպտուղ գործերին, այլ մանավանդ հանդիմանեցեք, որովհետև նրանց միջումը ծածուկ գործվածները խոսքով ասելն էլ ամոթ է, բայց ամեն բան լույսիցը հանդիմանված հայտնի է լինում, վասնզի ամեն բան, որ հայտնի է լինում, լույս է։ Ուրեմն լույսը հայտնի լինելն է, հայտնությունն է լույսը։ Ամեն բացահայտվել նաև այդ Դրա համար ասացի, որ երբ որ ասեց լույս լինի, ինքը լույս է, Աստված լույս է, թող լույս լինի, այսինքն հայտնի դառնա, ինքը հայտնի դառնա, բայց թույլ է տալիս մի հատ վարակույր, որից ենկոմ խավար է, իր բացակայությունն է միևնույն ժամանակ, համ հայտնի է դառնում, համ ստեղծում է մի միջավայր, որի մեջ հետո հայտնի պիտի դառնա, որի մեջ պիտի հայտնվի որպես այդպիսին, ոնց որ ես ասում եմ, որպես սեր, որպես լույս և որպես հայր պիտի հայտնվի։ Եվ սա իր էությունն է, ինքը լույս է, ինքը հոգի է, ինքը սեր է, ինք զինք է արտահայտում և քանի որ արտահայտում է, պիտի պատասխան գա։ Այստեղ է, այդ խավարի բաժանման գաղտնիքը, թե ինչու բաժանեց այդ լույսը խավարից, իրենից ստեղծեց ինքը և իր ծածկված իրավիճակը։ Կարող ենք ասել իր բացակայությունը, բայց բացակայություն չկա, որտեղ ինքը միշտ ներկա է։ Դրա համար իր համար չկա բացակայություն, ինքը ամեն ինչ տեսնում է, իր առջև է։ Ամեն տեղ է։ Շատ հետաքրքիր է, որ սա մենք ըմբռնենք, թե այս մտադրվածությունը ինչու այդպես։ Եվ վերջացնելու համար ուզում եմ նաև կարդանք հայտնության մեջ, ուրեմն հայտնության 21-րդ գլխում 25 համարը, տեսեք ինչ հետաքրքիր բան է ասում։ Նա ասում է. «Եվ նրա դռները չեն փակվիլ ցերեկը, որովհետև գիշեր չի լինի այնտեղ»։ Մենք մի հետաքրքիր իրավիճակի մեջ ենք հիմա, ի տարբերություն, որ ինքը ցերեկը գիշերից զատեց, կամ ասենք լույսը խավարից զատեց, բայց այս խոստմունքների մեջ, այսինքն ինչ որ մի բահ այնտեղ, որտեղ արդեն իր ներկայությունն է, բանից պարզվում է, այդտեղ գիշեր չկա։ Այդտեղ միշտ ցերեկն է, այսինքն ինքն է, տեսնում եք, և նրա դռները չեն փակվիլ ցերեկը, որովհետև գիշեր չի լինի այնտեղ, գիշեր չի լինի, որ ասում են գողը կգա գիշերը և դռները բաց են, ամեն ինչ թաքնված բան էլ չի լինի, թաքցնելու բան էլ չի լինի, դուռը բաց չի լինի, վարակույր էլ չի լինի, և սա փաստվում է նաև հաջորդ գլխի մեջ, 22-րդ գլխի 5 համարում, ասում է, և գիշեր չի լինի այնտեղ, և ճրագի և արեգակի լույս պետք չէր նրանց, որովհետև Տեր Աստվածը լուսավորում է նրանց և կթագավորեն հավիտյանս հավիտենից։ Ուրեմն
գալիս է մի այնպիսի իրավիճակ, որ ես միշտ ինձ հարց էի տալիս, Տեր Աստված, դու ասեցիր լույս լինի, լույս եղավ, եւ ինչի էր պետք խավարը։ Ես ասում եմ, մտնում ես սենյակ, լույսը վառում ես, լույս է։ Նպատակը այն է, որ լույս լինի եւ խավարը չքվում է։ Բայց այստեղ մի հատ զարմանալի բան ենք տեսնում։ Ոնց որ մտադրված ձևով, այո, ինքը իրեն հայտնում է որպես լույս, բայց ծածկում է ինքը իրեն ինչ որ մի միջավայրի խավար կոչված միջավայրից։ Իրեն ինչի է պետք, երբ որ ինքը իր համար խավար էլ գոյություն չունի։ Ինչ է սա, ինչ գաղտնիք է։ Ահավասիկ մեզ փորձեցի մի քիչ ուրեմն թափանցել այս բաների մեջ, իհարկե շատ քիչ։ Սա այնպիսի թեմա է, որ հարցեր են առաջանում եւ այլ, բայց լավ է, որ առաջանում է։ Այո։ Որպեսզի մենք փնտրողներ լինենք։ Փնտրողներ, եւ Աստված սիրում է փնտրողներին, որպեսզի հայտնվի, որպեսզի գտնեն իրեն։ Դրա համար է ինքը ծածկել, որ փնտրենք։ Ուրեմն բոլորս միասին լինենք փնտրողներ, որովհետեւ Աստվածաշունչը մի այնպիսի լույս է, որին ցկտելու եւ փնտրելու գործընթացը կոչվում է միևնույն ժամանակ Աստծո որդիների աճ, նրանց նմանվելը Տեր Հիսուս Քրիստոսին, սիրո ճանապարհով, որպեսզի դառնանք ինչպես ինքը որպես մոդել մեր Աստծո որդին, որ լույս է։ Տերը շատ օրհնի այս թեման եւ այս խոսքերը, որտեղ իր խոսքերն են, մեծ մասը կարդացինք Աստծո խոսքից, մնացածը Սուրբ Հոգին թող համադրի եւ համոզի մեր սրտերին, թե ինչ խորություններ են թաքնված այս ամեն ինչի մեջ։ Մենք դեռ 4 րոպե ունենք։ Ես մի հարց եմ ուզում բարձրացնել Հովհաննես եղբայր, շատ կարևոր լույսի մեջ բնակվող խավարի մեջ բնակվող ժողովուրդը մեծ լույս տեսավ, այդպիսի նոր կտակարանի մեջ խոսք կա։ Հիմա հարցը, խնդիրը սա է։ Շատ դեպքերում այսպիսի երևույթ կա։ Մենք խավարի մեջ ենք, բայց մեզ թվում է, թե մենք լույսի մեջ ենք։ Եվ ինչպես դուք բերեցիք մեջտեղ այս մի խաբվեք բառը, հարցս ուզում եմ այսպես ձևակերպեմ, ինչպես է հասկանում մարդը, որ ինքը խավարի մեջ է, ինչ է պահանջվում իրանից հասկանալու համար, եւ ինչպես է հասկացվում սա, որ նա բացահայտել է, որ խավարի մեջ է եւ լույսի կարիք ունի, կամ ինչպես է մարդը կարողանում զանազանել խավարը լույսից, սրանք ինստիտուցիոնալ հարցեր են։ Կուզեմ մի 2 րոպեով կարողանաք սա բացատրել։ Ինչպես է տեղի ունենում, հասկանալ, սա խավարի գործ է, սա լույսի գործ է, սա բարի է, սա չար է, սա լավն է, սա վատն է։ Այս կարևոր սահմանագիծը, բաժանարար է, ինչպես Աստված բաժանեց խավարը լույսից, նույն իմաստով մարդն էլ պետք է սովորի բաժանել խավարը լույսից։ Եթե մենք ունենք Աստծո բնույթը, մենք պետք է հստակ կարողանանք այդ սահմանները զատել։ Ինչպես դա տեղի պիտի ունենա։ Ինչպես ասացի, եթե մենք ունենք Աստծո բնույթը, սա կոչվում է, սա գտնվում է Աստծո հաստատ հիմքի մեջ, որ Աստծո հաստատ հիմքը կանգնած է եւ այս կնիքն է կրում, որ նա ճանաչում է նրանց, որ իրն են։ Սա հիմք է, ենել Աստծո հաստատ հիմք, վրան էլ կնիք։ Հետևաբար նա ունի իրենները։ Հիսուսը իր աղոթքի մեջ ասում է, նրանք, որ քոնն էին, տվեցիր ինձ։ Ես նրանց չկորցրեցի, որ քոնն են, բացի մեկից, կորստյան որդուց, որ գրված կկատարվի։ Ուրեմն մենք տեսնում ենք հստակորեն, որ գոյություն ունեն
կորստյան որդիներ եւ Աստծո որդիներ։ Աստված, երբ որ իր ճշմարտությունը, իր սերը, իր լույսը, իր հայր լինելը հայտնում է այդ խավար միջավայրի մեջ, նրանք, ովքեր իրենն են, այսինքն ունեն ճշմարտություն կոչված գենը իրենց մեջ, նրանք պատասխանում են այս ճշմարտությանը։ Խոսքը ճշմարտություն է, հոգին, որ կա այդ խոսքի մեջ, ճշմարտության հոգի է, այդ հոգուց ծնվածը հոգի է, նրան էլ է անունը ճշմարտություն։ Երբ որ ճշմարտության հոգին թափանցում է երկսայրի սուրի պես, մտնում է միջև մեր հոգու եւ ոգու ամբողջ բանի ակունքը, այնտեղ չի ասում գնում է բաժանում է, շատ սխալ են հասկանում մարդիկ, գնում է միջև բաժանմունքը, ոչ թե բաժանելու, այսինքն միջև ակունքները, միջև խորքը, մեր գեների մեջ է մտնում, սենց ասեմ, եւ այնտեղ ճանաչություն է տեղի ունենում, վկայություն է տեղի ունենում, որ սա Աստծո որդի է։ Եվ քանի որ որդի է, որովհետեւ որդի է, Աստված իր որդու հոգին դնում է կամ տարածում է նրանց սրտերի մեջ, որով աղաղակում են Աբբա հայր։ Ուրեմն այստեղ հարազատության, պատկանելիության եւ ճանաչություն է տեղի ունենում, ում նրանք, որ իրն են, եւ ովքեր են իրենը, ինքն է միայն ճանաչողը, որովհետեւ ինքն է սրտեր եւ երիկամունքներ քննողը։ Մարդը չի կարող երիկամունքներ քննել, այսինքն հիմա երիկամունքներ, գիտես, այդ խոսքը հին ուխտի մեջ տարածվեց, սիրտեր երիկամունքներ քննող, բայց նրանք ուրիշ բառ չունեին, այդ ծածուկ տեղերը բացատրելու ուրիշ հնարավորություն չունեին, որ բացատրեին, եւ մենք ունենք Դավիթի խոսքերի մեջ, նա ասում է, ծածուկ տեղը կազմավորվեցի, այնպիսի մի տեղ, որ ոչ մի ճանաչություն բան չէր կա, եւ դա կոչվում է երիկամունքները եւ սիրտը կազմավորվեցին ծածուկ տեղերում, այնտեղ է, դրա համար Դավիթը հստակորեն մեզ ասում է, որ ինքը ժառանգականապես մեղավոր է եւ մեղավոր մայրը մեղքով հղացավ իրեն, բայց դու սիրում ես ճշմարտությունը երիկամների մեջ եւ ծածուկ տեղը իմաստություն ես սովորեցնում։ Ուրեմն այդ հարցին, որ ես իմ համոզմամբ մարդիկ կարող են տարբեր բացատրություններ ունենալ, իմ համոզմամբ հետեւյալն է, որ Աստված ինչ որ արել է, իրենների համար է արել, եւ երբ որ ինքը հայտնում է իրեններին, իրենները երջանկություն են ապրում, ուրախությամբ ցկվում են հոր կողմից, վազելով գալիս են այն միջոցի կամ միջնորդի մոտ, որով կկարողանան դառնալ Աստծո սիրո պատասխանը, նրան ճանաչել եւ որդին վերադառնա հորը։ Այսինքն այսպես է ստեղծվում ընդհանուր իմաստը, որ Աստված լույսը ուրեմն անջատեց խավարից, բաժանեց խավարից, նաև այս իմաստ ունի իր մեջ, այս իմաստ ունի, լուսասերներին բաժանեց խավարասերներից, այս իմաստ ունի նաև, այսինքն հասկանում ենք, որ կա երկու կատեգորիայի մարդ, ովքեր խավարասերներ են, եւ նրանց հնարավոր չի դարձնել լուսասեր, եւ ովքեր լուսասեր են, որ հնարավոր չի մնան հավասար լինեն խավարասերների, փաստորեն այսպիսի բան է ստացվում, Աստված լուսասերներին զատեց խավարասերներից, այդ իմաստով, եւ գնում է այդ process-ը զատվելու։ Այո, զատեց, բայց իր ժամանակը կա իրապես զատելու։ Այսինքն մենք ունենք մի առակ, Հիսուսի ասած, ցորենի եւ որոմի։ Նա նույն իմաստը, այո։ Բայց եւ ցորենը եւ որոմը նույն հողի վրա են տնկված։ Նույն անձրևից են խմում, նույն բանին մասնակից են լինում, ճաշակում են նույն խոսքը, տեսնում ես, նույն բանը,
բայց մեկը ծորեն է, մյուսը որոմ։ Երկուսն էլ փառք են տալի Աստծո, երբ որ անձրև է գալիս, որտեղ երկուսն էլ խմում են նույն աղբյուրից։ Եվ բարի եւ չար։ Բայց ինչ ասվեց, երբ որ հայտնաբերվեց դրանք, ասեցին ծառաները գնանք պոկենք որոմներին, ասես չէ։ Պոկելու ժամանակ կա, այսինքն հունցքի ժամանակը։ Հունցքի ժամանակը այն էլ ձեզ տրված չի հետանելու։ Ինքը պետք է։ Հրեշտակներ կուղարկվի եւ նրանք կպոկեն այդ ժամանակ առանց վախենալու, որովհետեւ դրանից առաջ որ պոկեն, կարող է վնասեն նաեւ ծորենին, չէ որ նույն արմատները նույն հողի մեջ են իրար խառնված, իրար հետ։ Որքան էլ որ դու տեսնում ես որ չէ, համենայն դեպս սա որոմա դու իրավունք չունես նրան պոկելու, քեզ տրված չի իմանալու իսկապես որոմա թե ծորենա, դու մի կողմ։ Ուրեմն թողենք Աստծո որոշած ժամանակին եւ ինքը արդեն երբ որ բոլորը պետքա արմատախիլ արվի առանց վախենալու, քանի որ հունցքի ատենն է, քանի որ պտուղ արդեն պատրաստ է։ Աստծո որդին հասել է իր որդեգրության հասակին։ Արդեն որդիների հայտնվելու ժամանակն է։ Այդ ժամանակ բոլորը միասին հնձվում են եւ հետո որոմները առանձնացվում են այրելու համար, իսկ ծորենը շտեմարանի համար։ Եվ հստակորեն Հիսուս երբ որ բացատրեց աշակերտներին, քանի որ խնդրեցին, ասեցին մեզ բացատրի, բանը չհասկացանք, այս որոմի բանը։ Ասեց որոմը չարի որդիներն են, իսկ ծորենը Աստծո որդիներն են։ Սրանից ավելի հստակ ասել չէր կարող։ Voilà։ Ուրեմն թողտերը օրհնի, նորից ինձ թվում է քո հարցը այս ձևով պատասխանվեց։ Այո, շնորհակալ եմ, Հովհաննես եղբայր, Տեր օրհնի շատ։ Այո, որովհետև ցավոք սրտի մենք դարերով դեր սկսած երկրորդ, երրորդ դարերից եսակենտրոն ավետարան ենք կարոզում։ Ամեն ինչ կենտրոնացված է մեր եսի վրա, որովհետև մեր ազատակամությունը հռչակելով մենք դարձրեցինք ավետարանը եսակենտրոն։ Սխալ ըմբռնում տեղի ունեցավ մեր ազատակամության վերաբերյալ։ Հակասություն մեջտեղ եկավ, պատմականորեն գիտենք կալվինիզմ, արմինյանիզմ եւ այլ։ Ուրեմն այդ պայքարը լույսի պակասության պատճառով էր, որտեղ ոչ նա ոչ մյուսը չկարողացան հասցնել միջև վերջ իրենց թեզերը։ Չունեին համապատասխան լույս։ Հետևաբար ես նրանց էլ կխնդրեի, որ այս հարցը ուսումնասիրեին, թե ինչու Աստված լույսը խավարից զատեց։ Այ հարց, ինչու։ Մեր եղբայրներ քույրերը կարող են իրենց կոմենտների մեջ փորձեն պատասխանել, ես շատ ուրախ կլինեմ, տեսնեմ ինչ են մտածում, արդյոք ինչի է պետք զատել լույսը խավարից, այսինքն լույս եղավ, բարի էր, ամեն ինչ լավ էր, թող լույս մնար, ոնց որ մենք հայտնության մեջ կարդացինք, ոնց որ այդ ժամանակ է, այսինքն լույս է, խավար չկա, գիշեր չկա, պետք էլ չի, որտև ինքն է, այնտեղ էլ էր ինքը։ Տերը շատ օրհնի։ Շնորհակալ եմ, Հովհաննես եղբայր։ Թող առաջնորդի մեզ այս բաների մեջ։ Ամեն, շատ խորիմաստ եւ կարեւոր խոսքեր եւ այս թեման ըմբռնում են նրանք, ովքեր սիրում են լույս, ովքեր սիրում են ամեն բան լույսի մեջ տեղ բերել, սիրում են քայլել։ Հովհաննեսը որ ասում է քայլենք լույսի մեջ, նշանակում է քայլել գործերի մասին, գործողությունները, այսինքն մեր բոլոր գործողությունները բերել լույսի մեջ, բացահայտել նաև այդ իմաստով, հասկանալ բուն իմաստը ամեն ինչի եւ այդ դեպքում մեր կյանքի կենսակերպն էլ է փոխվում։ Մենք չենք արդեն հասկանում ենք, որ լուսավորվելը հաճելի բան է մեզ համար։ Այն երբեմն կարող է ցավոտ թվալ, արցունքոտ լինել, չհամաձայնված լինել, երբեմն մարդու բնույթը չի սիրում է թաքուն, խավար, եւ դա էլ բերել մեջտեղ, որպեսի Քրիստոսի այրունը աշխատի
այսպիսի սխալ հասկացողություն կա, մենք Հիսուսի այրունը հռչակում ենք մեր տան վրա, մեր, չգիտեմ, ավտոյի վրա, մեր երեխաների վրա, այդպիսի հասկացողություն չկա ավետարանի մեջ, այդպիսի բան չի սովորացնում մեզ ավետարանը։ Քրիստոսի հայրունը հռչակել պետք չի երբեք, այդպիսի արտահայտություն չկա, ոչ մի առաքյալ չի արել։ Քրիստոսի հայրունը հռչակելու կարիք չկա, եթե մենք լույսի մեջ ենք, նա այսպես ասած ավտոմատ ձևով սկսում է աշխատել մեր կյանքում, եւ դա մենք այսպես շոշափելի ձևով հասկանում ենք։ Եվ միայն այդ դեպքում սա աքսիոմա է, ինչպես դուք եք ասում այդ բառը, սիրում եմ այդ բառը, այնպես որ Հովհաննես եղբայր, լուսավորվելը լավ բան է։ Մարդը միշտ իր բնույթով սիրել է թաքուն, չերևա, չիմանան, այսպես ասած էլի, անգամ քրիստոնյաների մեջ այսպեսի արտահայտություն եմ լսել Facebook-ով, որ շատ իմ համար տարօրինակ է։ Պետք չի, որ շատ բան իմանան քո մասին, թաքուն պահի, չգիտեմ, այն ինչ որ դու ծրագրել ես թաքուն արա, որ չնախանձեն, վատ աշկով քեզ չնայեն։ Մի տեսակ անհասկանալի այս երևույթները հոգևոր կյանքի մեջ եմ ասում։ Այնպես որ սիրել լույսը, բաց լինել, դռները թող բաց լինեն լույսի մեջ, ինչպես հայտնությունից կարդացիք, սա է երկինքը, ամեն։ Շնորհակալություն Հովհաննես եղբայր, Տեր օրհնի քեզ շատ, սիրում ենք քեզ եւ օրհնված, պատղաբեր եւ հաջողված եղիր։ Եվ քո աղոթքով կխնդրենք, որ ավարտենք եթերը։ Այո, մեր սիրելի երկնավոր Հայր, այս խոսքերը գանձ են, լույս են, եւ այդ գանձը դրել ես հողե ամանների մեջ, որպեսզի ամենը քեզ համար լինի, քեզմով եւ միայն դու փառավորվես, որպեսզի քո հրաշալի գործը կատարվի, որ լույսը ծագի այդ խավարի մեջ եւ նրանք, ովքեր քոնն են, այդ լույսով առաջնորդվեն, այդ լույսով քայլեն դեպի քեզ, դառնալով այդ լույսը, վերադառնան քո էությանը եւ հավիտենապես ապրեն այլևս առանց գիշերվա, առանց չարի, առանց խավարի, առանց ցավի, եւ սա է արդեն հավիտենական կյանք։ Շնորհակալ ենք այս մեծ ճշմարտությունները մեզ սովորեցնելու եւ մեր համար սեփականություն դարձնելու այդ շնորհքիդ համար։ Անչափ շնորհակալ ենք Տեր։ Թող փառավորվի քո անունը Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Ամեն։ Փառքեստեր։ Փառք Տիրոջը։ Հովհաննես եղբայր, կրկին շնորհակալություն, քեզ ասենք բարի օր, ձեր մոտ շատ կանուխ է առավոտ եւ օրհնված եղեք, բարևներ բոլորին։ Շնորհակալ եմ եղբայր, շնորհակալ եմ։ Հաջողություն։ Սերի բարեկամներ, այսպեսին էր մեր եթերը, իսկ մենք առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին։ Մառանաթա, Տերը շուտով գալու է։